մեր երկրում տարբեր խնդիրներ կան, որոնց բախվում են մեր երիտասարդները եւ որոնցից էլ բխում է այդ պատասխանատվությունը, որ երիտասարդները ինչ-որ ժամանակ պետք է իրենց վրա սովորեն պատասխանատվություն կրել։ Եվ մեզ հենց նման երիտասարդներ են պետք, ովքեր որ պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն կրել, բայց մինչև պատասխանատվություն կրելը երիտասարդները բախվում են մի շարք խնդիրների։ Եվ կարող եմ ասել, որ երիտասարդների շրջանում խնդիրները բազմաշերտ են։ Երիտասարդները բախվում են տարբեր խնդիրների կապված աշխատաշուկայի մուտք գործելու, կրթական խնդիրներ, այսինքն խնդիրները շատ են։ Նաև երիտասարդներին հիմա մի մեծ խնդիր է դարձել բնականի ձեռքբերման խնդիրը, իրենց զարգացման ու պատասխանատվության արդեն իրենց ձեռքում վերցնելու համար։ Ես կխնդրեմ, որ շերտ առ շերտ փորձենք այդ բոլոր խնդիրներին անդրադառնալ եւ հասկանալ այդ խնդիրների լուծման հարցում ինչ ներգրավվածություն պետք է ունենար պետությունը, որ չունի։ Նայեք, կոնկրետ նշեմ հենց առաջին խնդիրը, որը որ բարձրաձայնեցինք, աշխատանքի եւ աշխատաշուկայի հետ կապված խնդիրն է։ Երբ որ երիտասարդը սովորում է բուհում, ստանում է մասնագիտություն, դրանից հետո ինքը պետք է մուտք գործի աշխատաշուկա։ Սակայն բախվում է մի շարք խնդիրների, որոնցից հենց առաջինը, որ չկա համապատասխան իր մասնագիտությանը աշխատատեղեր եւ գործատուները բոլոր երիտասարդներից, ուսանողից, նոր ավարտ ուսանողից պահանջում են աշխատանքային փորձ, որը իրատեսական չէ, եթե մարդ 4 տարի կենտրոնացել է իր ուսման վրա, նա չի կարող ունենալ աշխատանքային փորձ։ Իսկ պետության օժանդակությունն այստեղ կարող է լինել այն, որ ստեղծել համապատասխան աշխատատեղերը, որ երիտասարդը վստահ լիներ եւ ստեղծել երիտասարդի համար այնպիսի պայմաններ, որ վստահ քայլերով բուհը ավարտելուց հետո մուտք գործեր աշխատաշուկա։